Բարև ձեզ, շարունակում ենք մեր եթերների շարքը, այսօր ինչպես տեսնում եք մենք հյուրընկալել ենք Անտարես մեդիա հոլդինգի տնօրեն, պարոն Արմեն Մարտիրոսյանին, բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Շատ կարճ ես նախ կուզեմ դուք պատմեք Անտարես մեդիա հոլդինգի մասին, երբ է հիմնադրվել, ինչ գործունեություն է իրականացնում։ Իհարկե ինձ թվում է թե մեր, այսպես ասած, դիտորդները, թե ընդհանրապես հայ հանրությունը տեղյակ է ձեր ընկերության մասին, բայց գուցե տեղեկատվությունը ամբողջական չի։ Բայց սկզբից դրանից սկսելի ես կարծում եմ հետաքրքիր։ Ինձ էլ հետաքրքիր չի, ինձ էլ ասում որ հետաքրքիր չի։ Հետո ընթացքում կանենք, բայց ինձ թվում է որ սկսենք նախագծերից, թե մարդու ուղեղում ոնց է ծագում մի բան, ու ինքը փորձում է իր իդեայով գնալ։ Դե օրինակ ես ճիշտ եմ Անտարեսի 92 թվականին է հիմնադրվել։ Օրինակ 92 թվական պատերազմ, այդ այսպես կոչված, չգիտեմ, բլոկադա, մուտուցում տարիներ, ու այդ պայմաններում սկսել նախաձեռնել մենք չորրորդ կուրսում էինք կիրառական մաթեմատիկայի, հետո բոլորս տեղափոխվեցինք մաթկիբեռնետիկայի ֆակուլտետ եւ շատ պարզ էր ամեն ինչ մաթեմատիկայի խնդիրների շտեմարանը, որով պարապել են բազմաթիվ դիտողներ, մեր դասախոսները կանչեցին ու մարտահրավեր էր կարակ այդ բանաձևերը պատկերեք, այն ժամանակ չկար word, equation եւ այլն ու մենք այդ մարտահրավերը ընդունեցինք, մեզ հայտարարեցինք հրատարակչություն, Ֆիլմադարան աուդիովիզուալ կենտրոնում մշակույթի նախարարության հավատաց մեզ եւ մեր առաջի գրքերը ազնավուրը կինոյում հայերեն եւ ռուսերեն։ Մեզ որ ասում եք ովքեր, այսինքն ընկերներով էիք Ռուսեցիներով, 4 ընկերով եւ իսկ հետո 30 տարի հետո բացեցինք, որ այդ գրքերի խմբագիրն էր Զավեն Բոյաջյանը, որը մեր 1000 տարի ղեկավարում է արտասահմանյան գրականության, թարգմանության ուղղություններ։ Ո՞ր են այդ ընկերները։ Ով։ Այդ 4-ից այդ 4 ընկերները մեկը Մոսկվայում ծրագրավորող է, մյուսը այստեղ տարբեր գործերով է զբաղվում, երրորդը Ուզբեկստանի ՄԱԿ-ում էր աշխատում հիմա։ Այսինքն մենակ դուք եք մնացել 4 ընկերներից, մնացածը իրան։ Եղավ ու այդ օրվանից կարոտեմ ցանկացած գործ, որ նախաձեռնել եմ, միշտ գործընկերով եմ նախաձեռնել։ Դա էլ է շատ հետաքրքիր, որովհետև Հայաստանում մարդիկ խուսափում են ընկերովի գործանալուց, ասում են ամեն ինչ արա, բայց ընկերով չթել, որովհետև ու նաև բացի գրականության մեջ, որ ինչ որ մտակ դուք ամեն ինչ փոխվեց, այսինքն մի քանի հրատարակությունով Հայաստանում իրականում լրիվ այլ որակի երկիր է ներկայանում, նաև բիզնես բանով է շատ հետաքրքիր կոմոտեցումը, որ մի անգամ քո հետ խոսելուց դու ասացիր, որ մարդիկ վախենում են այդ գործընկերով անեն, որովհետև ինքը փակվում են, իրենք ընտանեկան բիզնեսի են վերածում, բայց եթե լայն լինելու համար մարդը պարտավոր է ինքը կիսվել ու նաև եթե շահույթն ավելի քիչ է, կապ չունի, դու ընդհանուր դաշտը եթե ապահովում ես, դու ընդհանուր դաշտով կարողանում ես ավելի մեծ արդյունքների հասնել, քան թե այն ժամանակ որ քեզ պատմում էի, ես չգիտեի դրա պատճառները, հիմա գիտեմ, հիմա այս գիտական աշխատանքը Հայաստանում սարսափելի ցածր է վստահության մակարդակը։ Բոլոր բնակավարներում ունես չի, որ մենք ենք մենակ այդ վիճակում, Յան Ալգան, Պիեր Կայու, ֆրանսիացի տնտեսագետները Ամերիկայում հետազոտություն էին անում, դիցուկ իմ որդին գնում է Ամերիկա, եւ մենք եղբայրներ ենք, իսկ ով որդին ստեղ ամնում։ Ես եմ գնում Ամերիկա, բայց իմ որդին ընդդեմ է ծնվում։ Այդ Հնդկաստանից, Հայաստանից, Իրանից, տարբեր երկրներից ովքեր որ գնում են Ամերիկա։ Ու այդ որդիների մեջ էին հետազոտություն արել ու տեսել էին, որ այս մարդիկ իրանց վստահության մակարդակը բերում են այն աշխարհից, նույնն ամենում։ Իմ որդու վստահության մակարդակը եւ քոնինը
նույնն է մնում, առնվազն իվորթիների մակարդակում։ Մինչև հաջորդ սերունդը։ Հա, այսինքն պետք է սերունդը խզվի, երբ հրյաներին դուրս էր բերում Մովսեսը այդ հենց այդ երկու սերունդի կյանքն էր, որ պետք է ստրուկը չմտներ։ Այսինքն մենք մեր մտքով մենք հիմա ստակացած ենք։ Ավետիացի երկիր։ Մենք մտքով ստակացած ենք ու այսինքն շատ սահուն կերպով, այսինքն գրականությունը օգնում է ստեղծությունից ազատելու համար։ Բայց չավարտեցի, այդ իրանց հետազոտությունը Շվեդիայում ամենաբարձր մակարդակներից մեկն է աշխարհում, վստահության մակարդակը։ Իրանց հետազոտությունը հիմա ասում է, որ եթե Ռուսաստանում ոչինչ չփոխվի ու մենակ վստահության մակարդակը հասնի Շվեդիայի մակարդակին, հնա մեկ շնչին ցուցանիշը 64%-ով կաճի։ Մեքսիկայում 61%-ով, Մեծ Բրիտանիայում 8%-ով։ Այսինքն դա շատ կարևոր բան է, տնտեսական, ես չեմ ասում մնացած բնակավար։ Այսինքն մեր խնդիրը լինի մտավորական, լինի բլոգեր, ոդքասթը, պետք է լինի, եթե համար մեկ խնդիր է երկրում, վստահության մոտորոտը ես կարծում եմ նաև գրականությունը միջոցն է, որը խնդիրը այդքան չէ, բայց դրանից արտանցյալ խնդիրները որ կան, օրինակ արտագաղթը ամենածանր խնդիրն է Հայաստանում։ Այ արտագաղթը ինչն է, որ դու քո երկրին չես վստահում, դու քո օրը չես վստահում, դու քո երեխուն չես վստահում օրստեղ, դու քո գործատուին չես վստահում, մամատել չի կարա քեզ վստահի, որովհետև դու թողեցիր գնացիր Ամերիկա։ Այսինքն անվստահ, այո, այսինքն մեր շրջանը փակվեց, սա նաև այն պատճառն է, թե ինչի բիզնես Հայաստանում մտերիմներ ընկերներ այդ բիզնես չեն անում։ Հա, բայց նաև բաներ չկա։ Սկզբունքների խնդիր կա, եթե իրենք գրավոր համաձայնություն ունենան, որովհետև ամեն մեկը այդ իրենց բանավոր պայմանավորվածությունը այս տարիների ընթացքում իր ձևով փոփոխում։ Վերաիմաստավորում։ Հա, իսկ եթե գրավոր ունենում են համաձայնություն, ու մեկ էլ սկզբունք, որ մեր հարաբերությունները չպետք է մաշվեն այս գործի ընթացքում։ Հակառակը մենք այս ինչ հարաբերություններ որ ունենք, մենք պետք է այս գործով հարստացնենք մեր հարաբերությունները։ Այսինքն հիմա եթե բանանենք այդ Նեշի այդ հիմնական prisoners dilemma-ն, բանտարկյալի դիլեման, որ ինչն է ամբողջ Մարտին Նոբելյան մրցանակացան դուք եք թարգմանել եք։ Ոչ ենք թարգմանել, բայց այդ prisoners dilemma-ի խնդիրն է, որ վստահություն առանց վստահության ու այդ նույն հիմքի վրա բանն է եղել։ Նույն ամերիկյան Լաս Վեգասի ոչ թե մրցակցեք իրար, այլ գանգստերները սպանում, այս շրջանում վանում էին բոլոր կլիենտուրային, հետո որոշեցին նստեցին, այդ նույնիսկ եթե մաֆիայի ղեկավարները նստեցին, որոշեցին ավելավայ իրար սպանելու փոխարեն կամուրջներ են գծված կազինոների միջև, այսինքն բոլոր մարերը սկսեցին գրավել, այսինքն վերադառնալով գրականությանը, այսինքն ես նենց հասկացա, որ եթե ես էլ դուք էլ Լևոնն էլ մնացածն էլ մի գիրք կարդում ենք, մենք ընդհանուր դաշտ ենք ունենում, մեր վստահություն, այսինքն մենք խոսակցության թեմա ենք ունենում։ Հիմա քանի գիրք եք դուք տպել այս ընթացքում եւ հրատարակել այս ընթացքում, որով որ կարողացել եք այդ դաշտը ստեղծեք, նաեւ եթե վերցնենք ընդհանուր մեր աշխարհի բանը, նույն աշխարհի հետ մեր առնչությունը, հարաբերությունը, նույնը վերաբերում է նաեւ թարգմանություններին։ Ես կուզեի նաեւ այդ տեսանկյունից նայել ձեր աշխատանքը, ոչ միայն որ ինչ որ կրթել կամ մարդկանց այլ հենց վստահություն ստեղծելու եւ թարգմանությունը եւ տպելու կար, եթե ես եւ դուք ընդհանուր թեման ենք խոսալու մի գրքից, մի օպերայից, մի բալետից, ցանկացած մի ֆիլմից, նշանակում է մենք ավելի կփորձենք մի շերտը հաղթահարված է մեր մեջ, այսինքն մի բարիեր մենք արդեն հաղթահարել ենք։ Մենք սկսենք նայել, թե քանի գիրք եք տպել ու քանի գիրք եք հրատարակել, քանի գիրք եք թարգմանել ու արդյոք ձեր ուզած արդյունքներին հասել եք, որովհետև ես ոնց տեսնում եմ ներողություն բանի անկերտության համար, դուք միշտ ոչ թե բիզնեսի առումով, այլ բանով դուք դժգոհ եք, որովհետև հայերը քիչ են կարդում։ Դա ինչ է նշանակում դժգոհել։ Դժգոհել նշանակում է դու ունես պատկերացումներ եւ իրականությունը քո պատկերացումները չի հասնում, ժամանակ դժգոհություն է ծնվում։ Ես կուզեմ սկզբից սահմանել ինչ է նշանակում գիրք հրատարակել։ Գիրք հրատարակելը եկեք կինոյի լեզվով ասեմ, պրոդյուսերի աշխատանքն է, որ գտնում է լավ նյութ,
ռեժիսորի հետ, լավ ռեժիսոր, հասկանում են, որ ինչ թիրախի վրա են ազդելու եւ արդյոք հաշվարկներ են անում, իհարկե ռիսկի գործոն կա, բայց հաշվարկներ են անում դա ինչքանով կվերադառնի գումարը եւ իրենց գործը անում են։ Այդպես էլ հրատարակիչը գտնում է հեղինակ, որը ունի լավ գիրք կամ նախատեսում է լավ գիրք, պատվիրում են լավ գիրք եւ գտնում ես աուդիտորիա, տեսնում ես կառնեն չեն առնի եւ փող ես տնում դրա մեջ, չգիտեմ, բանկից ես վերցնում, ինչ-որ այլ ինվեստորներ ես գտնում եւ այլն, տարբեր եղանակներ կան։ Այն մարդը, որ պատասխանատվություն է ստանձնում, որ գրողի խոսքը կհասցնի ընթերցողին, դա կոչվում է հրատարակիչ, ու այդ ֆինանսական բեռը իր վրա կրում։ Հայաստանում շատ ժամանակ գիրք հրատարակելուն ասում են տպագրել, որը տեխնիկական աշխատանք ամենակ մեր ընկերությունը 5 տպարան ունի եւ մենք ինքներս էլ պատվիրում ենք նաեւ ուրիշ տպարանների, այդտեղ բան չկա, միսիա չկա, տեխնիկական աշխատանք է, որը պետք է պատշաճ որակի անես։ Այն հրատարակելու մեջ նաեւ մի այլ հարց, որը միշտ ասում են, ոնց եք ընտրում գիրքը հրատարակելու համար։ Ես հրատարակիչ եմ եղել Սանտ Պետերբուրգում, Հայաստանում, Սանտ Պետերբուրգում, Վրաստանում, Ղրղստանում, Իրանում եմ հիմա այդ գործով զբաղվում եւ Ուկրաինա։ Բոլոր տեղերում գիրքը շահութաբեր է։ Բացի Հայաստանից։ Հա, բացի Հայաստանից։ Եվ ոնց ենք ընտրում։ Ընտրում ենք այն գիրքը, որը կարա փոխի Հայաստանը, մեր հանրությանը, լինի մարտահրավեր։ Օրինակ երեք խոսում էի, որ օրինակ պրոֆեսիոնալը, երբ նկարահանում էին, լույս տեսնելուց հետո, որոշ ժամանակ էլ արգելված է եղել, որ ինչ եք համբավին դիպչում այդ հատուկ ծառայությունների եւ այլն, բայց այդ ֆիլմը հարց է լուծել, հատուկ ծառայություններն են փոխվել։ Որը բան շիզդրուգի։ Բանը պրոֆեսիոնալը։ Հա, պրոֆեսիոնալը։ Այն մյուս ֆիլմում, որ մահապատժի հետ կապված է, Բելմոնդոնը խաղում ու այն մյուս դերասանը չեմ հիշում, մահապատժի խնդիրն էին բարձրացրել ու այդ ֆիլմի բարձրացրած ալիքի արդյունքում մահապատիժը Ֆրանսիայում արգելվեց։ Այսինքն դա կարողացե փոխել։ Մենք ընտրում ենք այդպես գրքեր, որոնք ինչ-որ մի բան կփոխեն։ Օրինակ դուք նոր եկել եք, ես ցույց եի տալիս երեխան ինչ հարց կարա տա ու այն ինչ որ դու բառերով չես կարա բացատրես, կարող ես այդ գրքով ցույց տա։ Մեկ այս օրինակ երեխաների հարցնում ասում է հայրիկ, իսկ ինչ է նշանակում հետազոտել։ Ասում ես բարի կարի ես գիրքը նայենք, այս գիրքը բացում եք, ստեղ խոշորացույց է հայտնվում եւ այս տեքստը կարդում ես, ինքն էլ է զննում է խոշորացույցը, ասում ես սա մասնավոր դեպք է, այդ հետազոտություն հասկացություն, որ կարողանալ մանուկների հարցերին գրագետ պատասխան տալ։ Դժվար տեղադրելով, բայց վիզուալիզացիան մեծ տեխնես ինձ թվում է։ Իսկ հարցը ինչ է մանուկի։ Դա իր վարկածի, սեփական վարկածի հետ համեմատություն։ Արդյոք ինքը ճիշտ է թե սխալ։ Հա, օրինակ որտեղից է ծնվում բալիկը, ինքը արդեն գլխի անկել որտեղից է ծնվում, ու եկել է հարց է տալիս։ Հիմա այս վստահության կրկին դրա մասին գրքեր չկան։ Չէ՞ ոչ չկան։ Կան։ Ու գալիս է հարցնում, ասում է հայրիկ որտեղից է ծնվում։ Արագիլը կաղամբը։ Ասում է արագիլը կաղամբը, չգիտեմ եւ այլն։ Արևանի մարդը։ Ու այս երեխեն հասկանում է, որ հայրիկը էլի սիրելի հայրիկա, բայց էլ իրան չի կարելի այս հարցերում վստահել, որովհետեւ բեխաբար է, կարող է ես էլ չեմ իրանից, եթե ինքը արագիլի վրա է գնում է հարևանի մարդուն է հարցնում, որը գրեհիկ ձևով ամեն ինչ բացատրում է։ Այս վստահությունը կորավ, այսինքն փոքրուց մենք մեր երեխեքի վստահությունը կորցնում ենք, իրանց ինչ-որ սենց հեքիաթներ հորինելով, երբ ինքը հարցը տալիս է, ուրեմն ինքը ունի վարկած պատասխանի։ Այսինքն եթե հարցը իր մեջ ծագել է, դա նշանակում է արդեն իրան մեջ ինչ կարելի է անել, հարցնել, ասել բալիկ, իսկ դու ինչ ես կարծում, դու ոնց ես կարծում, ու արդեն ըստ իր իմացածի ուղղորդես եւ այլն։ Հիմա
այդ ոնց ենք ընտրում գիրքը։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս գիրքը կարա Հայաստանի մատից փուշ անի, հետազոտում ենք շուկան, տեսնում ենք, որ գնորդ չի լինելու ու անում ենք։ Բայց եթե գնորդ չկա, նշանակում է հետաքրքրված չեն մարդիկ։ Հա, կամ չգիտեմ, շատ քիչ գնորդ է լինելու, 10 հոգի են լինելու, օրինակ Պիտեր Հանդկեի գրքերը 8 անուն գիրք ունենք, այդ ամենա ինտելեկտուալ Նոբելյան մրցանակակիրն է գրականության ոլորտի։ Մենք տարին մի հատ կամ երկու հատ ենք վաճառում այդ գրքերից, այսինքն այդ ամակատակ։ Հիմա բայց ոնց ենք ապրում, հա, ասում են, եթե դա շահութաբեր չլներ, դու թաստեղը պարկով չես, չէ Իրանի։ Ես ոնց եմ մտածել ժամանակին, որ այս հարցին Անտարեսը սկսեց սենց մոտենալ, որ ինչ կարամ ես թողնեմ իմ բալիկներին։ Տուն, մեքենա, չգիտեմ, էլ ինչ են անում, դաչա, լավ փող, շատ փողը, գիտես, Հերանից էլ գույն իրանք էլ այդ փողի գերին դառնալ եւ այլն։ Բայց այս միջավայրում, եթե դու ինչ ուզում ես տուր, ինքը մի օր հետո կկորցնի։ Ես 2008 թվականին, օրինակ, քանի որ չկար ինստիտուտներ Հայաստանում, չկար կանոններ, չկար չէր աշխատում սահմանադրությունը, օրենքները, բժնին խլեցին բժնի տերերի ձեռքից։ Այդ մարդիկ այդքան կարողություն ունեին, ուզեին ամեն ինչ կխլեին, ճիշտ է։ Այսինքն անգամ այդքան հզոր մարդիկ չէին կարող այն ժամանակ ինչ կարաս միակ բանը թողես քո բալիկներին։ Պետություն, որտեղ հարևանները տգետ չեն, բան չեն, փնթի չեն, աղբը վերևից չեն շպրտում ներքև, չեն ծխում գցում քո լվացքի վրա եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսինքն միջավայր, հանրություն, որը կլինի քո ուզածը, որ քո երեխեքը այդ միջավայրում ապրեն։ Եթե այդ միջավայրում ապրեն, իրանց արդեն ոչ փող է պետք, ոչ տուն է պետք, ոչ մնացածը իրանք կան։ Ու ես կարծում եմ, այդ ամենակարևոր բանն է, որ դու ինչ ուզում ես արա, ինչքան ուզում ես հարստություն ունեցի, նախ կխլեն ձեռքիցդ, ու նես չի, որ հիմա օրինակ չեն խլում, էլի, հեծը, չեմ ասում սխալ են անում, ճիշտ եմ սկալում են չէ։ Այսինքն դու հիմա առաջարկում ես, որ հեծի ժողովուրդը գրականության վրա։ Ես ինչ եմ ասում, ասում եմ, որ Կամ մնայուն և օրինակ պատերազմը մեզնից տարել է այդքան կյանք, այդքան կորուստներ եւ այլն ու ահա որ մեծ քանակի փող, չէ՞։ Եթե մենք այդ փողի, որը կորցրել ենք, այդ տարածքները վերջապես ինչ որ հոգեվոր գին ունեն, այդ յոզալ մարդկանց կյանքը շատ կարևոր էր անգինա, եթե մենք այդ ամեն ինչի մի տոկոսը դրածել մենք կրթության մեջ, մենք չենք ունենա այդ ոչ մի կորուստ, նո այդ կորուստները չենք ունենա։ Այսինքն այդ գիտության մեջ, կրթության մեջ, բայց կրթություն բառը ասելով, անգամ գիտություն բառը ասելով, դա ուզում եմ հասկանալ, որ դաստիարակությունից եմ խոսում։ Այսինքն դաստիարակությունը կրթության մասնավոր դեպքն է, այդ երբ որ փոքրիկի քո օրինակով դաստիարակում ես ու ոչ բառերով։ Բառերը չեն աշխատում, վարքդ, ինչ է վարքդ։ Անցնենք հիմնական բուն թեմային, հիմա սենց կարանք մեծ խոսենք, 32 տարվա մեջ, 34 տարվա մեջ, ինչ եք կարող ասել փոխել։ 1200 անուն գիրք ենք ֆինանսավորել, մենք մեր կողմից հրատարակել այդ գրքերը, և ես որպես մնացած երկրներում հրատարակիչ և պոլիգրաֆիստ հրատարակել է մոտ 3500 անուն գիրք։ Բայց այս 1200-ն է կարևոր, որովհետև այս գրքերն է, որ մեր ցանկությամբ ենք արել։ Մենք ենք որոշել, որ սա պիտի լինի, մենք ենք գնացել վարկ վերցրել, մենք ենք դիմել 1001-ի, որ այս ստացվի, մենք ենք գտել և պատրաստել թարգմանիչ, գտել և պատրաստել խմբագիրներ, մասնագիտական խմբագիրներ և այլն, ու եթե մենք և մեր մրցակիցները այս գործը չանենք,
այդ ինտելեկտուալ մասան պարզապես Հայաստանից գնալու էր կամ այդ չէր լինելու, այդ անգամ այդ փոքրիկ զրույցը չէր լինելու, բայց մենք շատ ավելի քիչ արել ենք, քան պետք է անենք, ինչ ենք կարողացել անել բոլորս իրար հետ, 12 տարի առաջ Հայաստանում միջին գիրքը վաճառվում էր 20 հատիկ, այսինքն օրինակ սա գրքերը, որ սա գրքերի վաճառքը, ենթադրենք 5000 անուն գիրք, եթե այդ թիվը բաժանում եմ 5000-ից, ստացվում է 20։ Յուրաքանչյուր գրքից 20։ Միջին թիվը, դե 1-ից 1000 հատ վաճառում, 1-ից մի հատ, հա։ Տեր-Պետրոսյանի գիրքը տարին 2-3 հատ էր ժամանակին վաճառվում, այդ Պիտեր Հանդկենասցի մի հատ։ Եվ այլ։ Բայց օրինակ Պաոլո Կոելյոն ենթադրենք 800 հատ, 1000 հատ եւ այլն։ Միջինը գալիս էր 20։ Մենք կարողացել ենք բոլորս իրար հետ այդ թիվը բարձրացնել, հասցնել 250 հատ։ Լուրջ 10 անգամ ավելի։ Հիմա շատ է թե քիչ է։ Երբ դրսերում ասում ես, քանի որ բազիսի մասին չէ խոսում, այդ հիմքը էլի ինչից ես այդ կանաչություն։ Ո՞չ։ Ես ինչ հերոսություն եք արել։ Բայց երբ նայում ես, եթե դիցուկ Հայաստանում կա 3 միլիոն մարդ, ապա դա նշանակում է, որ 3 միլիոնը լավ գցեմ 300 հատ, 3 միլիոն բաժանից 300-ի, քանի որ մեկ 10,000-երորդ 10,000-ից մեկն է։ Ամեն 10,000-ից մի մարդա գիրք գնում։ Գիրք գնում տարվա ընթացքում։ Հիմա վախենալու ցուցարաշ։ Էսա վախենալու թվեր կասեմ։ Մի 7-8 տարի առաջ մեկն է, 10,000-ից մեկը չի, ամեն 10,000-ից մեկը կոնկրետ X գիրքն է։ Հա, կոնկրետ X գիրքն է։ Բայց որտեսել կարանք մենք ոնցել համարտակը, կամ մի մարդ կա տարեկան 100 գիրք։ Մենք խոսում ենք միջինի մաս։ Միջինը 10,000-ից հիմա եթե բայց 10,000 էր, 10,000, 100,000, միլիոն, 3 միլիոն։ Հիմա ինչ վատ ցուցանիշներ կա Հայաստանում ու ոնց է բռնացվում այդ թվերը։ Ազգային գրադարանի ընթերցողների քանակը մոտավորապես 21000 է, որ 21000 մարդ բան ունի։ Աբոնենտ, կարող է գալիս է, կարող է չի գալիս, աբոնենտ է։ Ինչու որ է փաստաթուղթը, որ կարա մտնի ազգային գրադարանից օգտվել։ Բուկինիստի հետ մի 6-7 տարի առաջ հաշվեցինք, թե քանի գիրք է բուկինիստը ծախում տարվա ընթացքում։ Այդ բուկինիստը մեր շուկայի 50%-ն է զբաղեցնում։ Այդ թիվը բազմապատկեցինք 2-ով ու ստացվեց 20,000։ Այսինքն 20,000 մարդեր տարվա մեջ գոնե ինչ-որ մի բան առնում գրախանութից, որևէ գրախանութից։ Գիրք ոչ թե գրախանութ չունի, անգամ գրենակը մենք չէինք կարողանում տարբերակել չեկերը հաշվել։ Եթե մարդը մտել էր մատիտ էր առել, հետո հաջորդ օրը գրիչ էր առել, մենք համարում ենք, որ երկու անգամ գիրք է առել։ Մենք չէինք կարողանում տալ, բայց նաև չէինք կարողանում տարբերակել այն մարդկանց, ովքեր որ 60 հատ գիրք էին առել։ Չկան տենց մարդիկ, բայց հիմա այս 20, այն 21 2017 թվականին մենակ մի կուսակցություն կար, որ ասում էր եկեք խաղաղ ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծենք։ Ու ստացել էր 21,000 ձայն։ Նույնքան ինչքան այդ օրինաչափությունը, հա։ Դա զարմանալի է, որ կոհերենցիան հիմա կարող է սրանք այս 3 բաները պատահական են այսպես է, բայց կարող է իրանք հատվում են, հա, ինչ-որ։ Մի հատ ուրիշ բան էլ ասած, մի հատ։ Իսկ կարող է մենք մնացել ենք շրջափակված այդ 21,000 մարդու մեջ։ Նույն Facebook-ում մենք իրար ստատուս ենք։ Ես 20,000 հետևող։ 20,000 հետևող, բայց չի ավել նույն մարդիկ են։ Աբոնից է շրջանակից։ Հիմա դուք հիմա գիրք եք գրում, այդ նույն մարդիկ են գնողները։ Այսինքն 20,000-ի շրջանակից չի ավելանում մի հոգի։ Հիմա ոնց ենք անում։ Թարգմանում ենք, խմբագրում ենք, սրբագրում ենք մի քանի անգամ, մասնագիտական խմբագիրանայում ու այդ թիվը սենց գնալով ուրչում ու 500 հատ ենթադրենք կամ 300 հատ տպագրում ենք ու ինքնարժեք է այդ գրքի այդ 300 հատի կամ 500 հատի դեպքում ենթադրենք այս կոնկրետ գիրք եմ ասում 38,000 դրամ անցնի մենք վաճառում ենք 9,900-ով մեզ ստեղից հասնում է 6,000-ը մոտավորապես մի քիչ Այսինքն 38,000-ով ծախս ես անում, 6,000 հետ ես ստանում ու
մեկ էլ Արմենիկ Նիկոլաշյանը գալիս է ուրախ ասում, այս գրքից եւս 100 հատ վաճառվեց, ու դու հասկանում ես, որ անգամ այսքան կորցրեցի։ Վաճառքը 32 ասած։ Բայց մի հատ ուրիշ բան ասեմ, դա այդ ոնց է ստացվում, եթե ինձ չէ, դու դեռ չսկալվում, որ տարածաշրջանում ամենաքիչ հրատարակող եւ քիչ ընթերցող պետությունը մենք ենք։ Թուրքիան ու Վրաստանը եւ Պարսկաստանը, դա հաստատ կարող եմ ասել, մեզանից ավելի շատ են։ Ադրբեջանը չգիտեմ, արդեն բայց այդ ոնց է ստացվում։ Նշանակਵਾ պետությունն է ինվեստ անում գրականության մեջ։ Տեսեք, մենք չի որ մենք մեզ համարում ենք առաջի քրիստոնյա ազգ, խելոք ազգ, բայց ոնց է ստացվում, եթե մենք այդքան խելոք ենք, ոնց է ստացվում, որ ամբողջ տարածաշրջանում ամենաքիչ կարդացող ազգն է։ Այսինքն դրանից ավելի մեծ ամոթ ու խայտարակություն կարա լինի, ու արդյոք այդ պետությունները իրանցով ես Վրաստանը Թուրքիան գիտեմ հստակ, նույնը Պարսկաստանը թե ինչ են անում այդ բանը հարկերից ազատված է։ Բոլոր ամբողջ ընթացքն է ազատված։ Թղթի ներկրումից սկսած, վաճառքով վերջացած եւ Վրաստանում չկա շահութար։ Նույն փորձ ասենք նաեւ Ռուսաստանում, Իրանում, որտեղ որ դուք աշխատել եք։ Այո, Ռուսաստանում սկզբից 0 էր, հետո սարքեցին 5 միասնական հարկ, հետո սարքեցին երբ որ արդեն դարձավ մեծ ինդուստրիա 10։ Հայաստանում 20% ավելացված արժեքի հարկ կա, 20% շահութար կա, 22-23% եկամտահարկ է ինքնարժեքը բացասում է, այսինքն գիրքը դառնում է, որովհետև նույն գիրքը արժի ռուսերեն արժի պայմանական 5 անգամ ավելի էժան։ Ես չեմ կարծում, որ ես գիտեմ, որ ընթերցողները 100,000-ով, 200,000-ով փոքրիկ գիրք, բայց ունիկալ գիրք են առնում, օրինակ Հրաչ Սարիբեկյանը, չգիտեմ հետո այս բանից հետո տուն թողելու են, թե չեմ, բայց շատ առնում, հիմա ինչն է խնդիրը, ասում են թանկ է գիրքը, ինչից է թանկ, եկեք էդ նայենք, մի կիլո մսից թանկ չի, մի շիշ օղուց թանկ չի, մատնահարդարի ծառայությունից թանկ չի, մի շաբաթվա ծխախոտից հաստատ թանկ չի, ու մի շաբաթվա չի, 3 օրվա ծխախոտից թանկ չի, եւ այլն։ Երբ ասում ենք ինչից է թանկ է մեր պատկերացումներից գրքի մասին։ Ու մեր արժևորման խնդիրն է, այսինքն մենք ինչքան ենք կարևորում այս գիրքը, թե այս մի շիշ օղին, այս գիրքը թե այս մի շիշ ջինին, այս գիրքը թե չգիտեմ, նասկին, կոշիկը, ինչ ուզում եք վերցրեք, ավտոմեքենայի հայելին կամ պակրիշկայի ավտոմեքենայի լվալը ավելի թանկ է, քան ես քեզ ուրիշ մի հատ բան ասեմ, որ շատ զարմանալի է, որ նոր միտքս եկավ, որ հնարավոր է նույն ձևի գրողների եւ մտավորականների նկատմամբ վերաբերմունքները հասարակության մեջ նույն ձևի ոնց որ դրա մասին միացան ոնց որ գրքի նկատմամբ, որովհետեւ եթե մարդը այդ չի արժևորում ստեղծած ապրանքը, նաեւ ստեղծողին պետք է չարժևորի։ Այսինքն ինչ են արել որ այդ մարդիկ, այսինքն sense բանը դրվում, այսինքն ընդհանուր հասարակության մեջ արժեզրկում է տեղ ունենում, այն մարդիկ ովքեր որ մտավոր գործով են զբաղվում, դրանք արդեն այդ արժեքը չունեն, այդ կշիռը չունեն երկրում, ոնց որ այն մարդիկ ովքեր ընդհանրենք առևտրով են զբաղվում կամ այլ բաներով են զբաղվում կամ պետական ինչ-որ գործով որ չենք ուզում նվաստացնենք, բայց իրական այդ մտավոր աշխատանք տանող մարդիկ այդ արժեքը չունեն մեր երկրում։ Հիմա ոնց է ստացվում, որ քիչ են կարդում Հայաստանում, բայց պետք է ասել, որ Հայաստանում կա քիչ թվով ընթերցողներ, բայց իրանք գանձ է։ Ու եթե վաղը Հայաստանը ապագա է ունենալու, դա իրանց բալիկների շնորհիվ։ 20,000 Մենք իրանց անունով ապրեք, շարունակեք, դուք եք Հայաստանի ապագան, կերտողները առնված են։ Հիմա ոնց է ստացվում, որ սենց է։ Պետությունը 30 քանի տարի չի կարողացել գրադարանը, ինչի է գիրքը թանկ։ Չէ՞ որ գրադարանում գիրքը անվճար է։ Այո։ Բայց գրադարանը չունի այդ գիրքը։ Ես հիմա հնարավորություն չունեմ առնելու նաև։ Հիմա 20 թվականի տվյալ եմ բերում, որովհետև
գլուխստիկը ստատիստիկա է, այդ հիշում եմ հստակ, Լոռու մարզային գրադարանը 140 միլիոն դրամ բյուջե ուներ, ու ինչ է կարծում, այդ 140 միլիոնից քանի միլիոններ բանի Գիրքեր, 5, 3, 10 200,000 դրամ։ Հիմա 20 Բայց պատկերացնենք քանի են։ 20-30 Ու ամեն տարի Հայաստանում, ես չեմ ասում նրանք լավն են, վատն են, բայց լույս է տեսնում մոտավորապես 2000-2500 անուն գիրք։ Այսինքն գրադարանը ամեն տարի չի ստացել 2460 գիրք։ Այն մյուս տարին էլ 400 բան 2460, այսինքն 2500-ից անում եմ այդ ստացածներ։ Ու այդքան չի ստացել, ես մենակ հայալեզու գրքերը, բա ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն։ Ես մի հատ Բայց գրադարանների քանակի պակասություն։ Գրադարաններ Հայաստանը ունեցել է 3000 գրադարան, այսօր գործող գրադարանները, չգիտեմ, ձեռքերի մատերի վրա կարաս հաշվես։ Այս մարզային գրադարանները եւ երկու ազգային գրադարանը իրանց ֆինանսավորումը ստանում են ԿԳՄՍ-ից, հա։ Մնացած գրադարանները անտերության են մատնված, որովհետեւ նրանք նստած են հանրային գրադարանները քաղաքապետարանն ու համայնքների վրա, որ չեն ֆինանսավորվում հիմնականում, ու սիստեմատիկ ֆինանսավորում չկա։ Այս քաղաքապետին խնդրեց, այս ինչ գրադարանավարը մի երկու կրճոտ ու բան ադաժեն են անում, որտեղ որ մուրացկանության բան հասցող։ Այս հետ գրողը տեսավ, որ իր գիրքը չի ծախվում ոչ միտեղ, տարավ նվիրեց, որովհետև սպոնսոր էր գտել իր գրքի համար եւ այլ։ Ինչ որ ձևերով, բայց դրանք լավագույն գրքեր չեն, այսինքն սիստեմատիկ մատակարարման մասին չի խոսքը։ Հիմա, որ պահանջարկ կա, ինչի չկա այդ առաջարկը, հա? Հիմա պահանջարկից, այս Ֆրանկֆուրտի համալսարանը երկարատև ամենաթանկ հետազոտություններից մեկն է արել, 20 քանի տարի հետազոտել է աշխարհի 110 երկրներ։ Հարցը եղել է հետևել, ինչի չեն մարդիկ կարդում, ովքեր չեն կարդում։ Ու ամբողջ աշխարհի համար այդ 110 երկրների համար տարբեր մշակույթներով, տարբեր լեզուներով ունեցել մեկ պատասխան։ Մարդը չի կարդում, երբ կարդալը իր համար հմտություն չի։ Հիմա ինչ է նշանակում կարդալը հմտություն։ Եկեք բանի վրա բացատրեմ։ Մենք երբ առաջի անգամ այս կլավիատուրան վերցրել ենք, հավաքում ենք տառերը, եթե մենք այսօր էլ նույն արագությամբ անենք, դա հավանաբար կպատվիրակենք ուրիշի։ Հիմա այդ մարդիկ, ովքեր որ այդքան հմուտ չի իրանց ընթերցելը, ստիպված են լինում պատվիրակել այլ տիպի միջոցների, լավագույն դեպքում աուդիոգիր, չգիտեմ, ոդքասթ եւ այլն, բայց որպես կանոն TikTok, Reels, չգիտեմ ինչ եւ այլ։ Այդ էլ իր խնդիրներն ունի, որ մեր երեխեքը ինչ ծանր վիճակում են, ինչքան է աուտիզմը խորացել, ոնց են այդ հերոստա նյութն ու YouTube-յան այդ Reels-երը եւ բանը, այս TikTok, MikTok եւ այլն այդ մնացածը ոնց են կենտրոնացումը ցածրացնում, որ դա ալկոհոլիզմի հետ են համեմատում, որ 3 բաժակ խմացի, 4 բաժակ խմացի էֆեկտ է տալիս այդ Reels-երին այլն եւ այլն, ոնց Ավստրալիան իր մեջ ուժ գտավ մինչեւ 16 տարեկան երեխաների համար արգելեց սա ամեն ինչը, սոցիալական ցանցերը եւ այլն։ Մի խոսքով, այստեղ լիք խնդիրները այս մի հաղորդման հաս չի եղել, բայց լավ բաներից։ Հիմա ոնց անենք, որ կարդան։ Մենք պետք է կարողանանք մեր մի 1500, կարող է 2000 դասվարին համոզել, որ ընթերցել սովորեցնելը ամենակարևոր բանն է։ Որովհետև եթե այս երեխեն ընթերցել չգիտի, նա չգիտի նաև քիմիա ընթերցել, նա չգիտի նաև ֆիզիկա ընթերցել, մաթեմատիկա ընթերցել, այսինքն ինքը չգիտի մեթոդը այս անել։ Այն մարդիկ, ովքեր որ դրսի բուհեր են ավարտել, իրանք կհավաստան, որ իրենց մի շաբաթվա համար տալիս են 10 հաստափոր, որը ոչ մի մարդ հնարավորություն չունի կարդալ։ Ինչի են դա տալիս, որ մարդը կարողանա արագ ինֆորմացիան իր ուզեցածը այդ գրքից քաշի հանի։ Այս արագ ընթերցանության քանի մարդ կա Հայաստանում, որ պարբերությունը վակարտում, կանոն քննագծով վակարտում։ Ես 3 հոգու ճանաչում, ովքեր որ կարողանում են անկնագծով կարդան։ Բայց արդյոք մեզ սովորեցնում են դպրոցում պարբերություն կարդալ,
արագ կարդալ։ Իսկ ինչի է բերում դանդաղ կարդալը, որ մարդը հոգնում է, իր ուղեղը գնում զվռնում է, mēs բռնացնում ենք, չէ՞, անտեղ որ կարդացինք այդ ջրը, մեր մտքերը ուրիշներին նորից են կարդում։ Ինչի է տենց, որ ուղեղի արագությունը էապես ավելի բարձր, օրինակ 1000 կմ/ժ։ Իսկ այս քաշելու այդ ինֆորմացիան ապակոդավորելու արագությունը 10 կմ/ժ։ Ու երբ որ դու 10 կմ/ժ-ով ես այդ անում, ուղեղը գնում սավառնում է։ Այ եթե դու հասցնում ես 100 կմ/ժ, արդեն ուղեղը գնալու բան չունի, էլի պետք է շուտ գա, հա, ու ինքը անընդհատ այդ փաստորեն ես հիմա կասեմ պարադոքսալ բան, բայց այդ սա աշխարհի գիտությունը ապացուցել է, ինչքան մարդը ավելի արագ է ընթերցում, այնքան ավելի լավ է յուրացում։ Այս Հայաստանի վիճակը, բայց այդ 20,000 մարդը, որ Հայաստանում կան, իրանք ինչ ասեմ, գայլեր են ընթերցանության, իրանց հետ համեմատվող չկա աշխարհում։ Մի մարդ գրում է, որ չգիտեմ, 68 հատ գիրք կարդաց այս տարի, եմ գրում է 36, եմ գրում է 43, ինչքան չունեմ, եկող դուրմատներ չեն, 43 գիրք են կարդաց։ Ամենամեծ շաբաթական մեկ գիրք։ Հա։ Ու բայց այդտեղ մի բան էլ կա։ Չի կարելի գիրք կարդալ այն մարդկանց, ովքեր պատրաստ չեն գիրք կարդալ։ Գիրքը նռնակա, ու չի կարելի, որ դա հայտնվի չիմացող մարդու ձեռքին։ Բայց ցանկացած գիրք, Պաուլո Կոելի գրքերը դրեն, նռնակ։ Կարող է, ես ասում եմ, ցանկացած գրքի մասին չէ։ Այն գիրքը, որը պետք է քեզ տա կարողություն ինչ-որ մի բան անես, եթե դա ընկնում է ոչ խելացի մարդու ձեռքը, ինքը դառնում է դանակը առաքելի փորում։ Իսկ եթե ճիշտ մարդու ձեռքը հաց կտրելիս։ Ես մի քիչ համաձայն չեմ, թույլ չհամաձայնեմ, որովհետև ով ուզում է ասած դնի, որովհետև ինձ թվում է այդ նույն մարդը եթե հակում ունի, ինքը ինչ կապ ունի։ Ինչ հակում ունի։ Ինչ որ ինչ գիրք կա, մի հատ օրինակ կարող ես բերել։ Ես օրինակ այս վերջերս մի քանի ամիս առաջ այո երբ որ ես որդին ասեց ես կարդում եմ բան այդ նժդեհականության հետ կապված բան ինչ է կրոն ցեղագրոնության մասին գրքեր ես հասկացա որ բան հետո իսկ հետո ինչ ես ուզում կարդաց ասեց շատ թանկ է այդ my comfort բայց ոնց որ ուզում եմ էլի հիմա Նիչե եք տվում եւ ցերակրոնությունը եւ Minecraft-ը Նիչեի, այսինքն զրադաշտության վրա հիմնված գրքեր են։ Հիմա եթե ասես Նիչե չտպեմ, այսինքն մի քիչ ձեր ասածը այդքան էլ բան։ Նիչեն ալուդն է։ Նիչեն ալուդն է։ Հա, բայց հիմա դեպի տպեք Նիչե։ Նիչեն ալուդն է, իսկ այդ թունավոր թխվածքը կամ չգիտեմ ինչը, դա արդեն Minecraft։ Եթե մի խորնակ Նիչեն էլ ասենք Դաստոևսկիի վրա հիմնվել։ Չէ, ինչ որ որոշակի սիրել է, չի հիմնվել, բայց սիրել է, բայց խնդիրը դա չի։ Դրանով վերադառնանք սիրուն ու նաև արտաքին բանով, դե բանը էի ասում, մի հատ բայց ինչ է տալիս ընթերցանությունը։ Թույլ տվեք վերջացնեմ, ասեմ, որ ես էլի իմ ամոթն էի զգում, որովհետև կոնգրեսի գրադարանում Վաշինգտոնում աշխարհի ամենամեծ գրադարանն է։ Այ հայազգային կոնգրեսի մասին չէ՞։ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական եւ վրացական բաժինները տարեկան իրանց պետություններից հազարավոր գրքեր են ստանում։ Հազարավոր գրքեր, ու որ կոնգրեսում կային, նույն կոնգրեսի գրադարանում կային նաեւ շատ հայրենասեր հայազգի մարդիկ, իրանք խնդրում էին պետությունից որ տային, հատիկով էլ չէին ստանում, անհատները որ կարողանային, այսինքն հիմա նույն ձևի ես ասում, հիմա նույն ամերիկացին գալիս է ուզում է ծանոթանա, ինքը ամերիկացու համար այդքան է տարբերություն չկա ադրբեջանցի ես, վրացի ես, թե հայ ես, ինքը ուզում է տարածաշրջանին ծանոթանա, ինքը գալիս է փորձում է ծանոթանալ, գրականություն է ուզում, չէ, ուզում է Հայաստանից մի գիրք կա, նրանցից հազարավոր գրքեր կան, ու այդ մարդը ինքը մեխանիկորեն ընկնում է այդ մարդը ազդեցության դաշտը ու էսի ոչ քո լուծելու խնդիրն է, ոչ Լևոնի, էդի պետության լուծելու խնդիրն է։ Հավա ես չեմ ուզում էլի ամեն ինչ վախեն պետության վրա։ Լիքը հարց կարա լուծի
չգիտեմ 25-30 տարեկան ծնող ինքը իր երեխայի հետ աշխատել է այսինքն եթե ինքը ասելու է տղա ջան դու ես գիրքը կարդա ու ինքը մտնի իր Facebook այս երեխան էլ է ուզելու այդ Facebook-ում լինի կամ չգիտեմ այն մյուս տեղում լինի Reels նայի եւ այլն պետք է զբաղվես պետք է երեխան համոզված լինի որ դա իսկապես քեզ հետաքրքիր է իր հետ աշխատանքն է հետաքրքիր, ես գիրք կարդալն է հետաքրքիր, ես երաժշտություն իրար հետ լսելն է հետաքրքիր, ես ֆիլմը իրար հետ դիտելն է հետաքրքիր։ Ուստեղ ամենամեծ գաղտնիքը ինչն է, որ այ ոնց որ մենք բարձում ենք ինչ ենք անում, մենք մի 3 պատխոդով, հա, սենց այդ Սկզբում թեթև քաշով թեթև քաշով հետո կամաց բարդացնում ենք քանի որ մարդու մարմնի տարբեր մասերի տրամաբանությունը նույնն է ուղղակի նույնպես այդպես է այսինքն եթե մենք ամեն անգամ բարդացնում ենք այս տեսած ֆիլմը, լսած երաժշտությունը, ունեցած զրույցը, գիրքը եւ այլն այն ժամանակ ուղղակի զարգանում ու ես հստակ ասում եմ որպես հրատարակիչ իմ միակ նպատակը սա է որ Հայաստանցին լինի խելացի, ոչ թե խելոք, ոչ թե լսող, ոչ թե չգիտեմ ինչ, ոչ թե կարճատև աֆերիստ եւ այլն, այլ խելացի, խորամանկ լինի, արագ մտածի ու գիրքը այդ աղբյուրներից մեկն է, որը կարողանում է դա անել, այդ ասեցի ֆիլմեր, երաժշտություն, արվեստ եւ խելացի մարդկանց կամ տարօրինակ մարդկանց հետ զրույցներ հիմա ու այս ճանապարհը եթե մենք կարողանանք 20 տարի 25 տարի պահենք Հայաստանը կլինի աշխարհի մի բանը կարող եմ լրացնել օրինակ մեր տարբերությունը ամերիկացիների տա եւ հիմա բոլորս է ջիմ գնացել ենք ինչ որ տարբեր մենք երեխան որ ինչ որ շատ է մկարանում մենք ուզում ենք խնայենք կամ որ շատ է կարդում, ասում ենք, դրա մի քիչ կարդա աչքերը Ամերիկայում եւ բան, այնպես խնայողություն չկա, այսինքն մարդու, այսինքն ավելի շատ էլ կարաս անես, մենք բան մարդը սահմանափակում չունի, մենք սահմանափակում ենք դնում մեր երեխաներին, ասում ենք, դրա տղաս գիշերը ժամը 1-ն է կամ գիշերը 2-ն է, քիչ կարդաս կամ գնա քիչ պարապի, չէ, նույն մեկ մկանները, մենք հիմա ամերիկյան բաներում, ջիմերում եւ հայկական ջիմերում լրիվ ուրիշ պարապմունք է։ Այնտեղ մարդիկ մաքսիմալ ինքը ամեն օր գալիս են մի հատ ավել, 5 հատ ավել բանանել, իսկ մեր մոտ չէ, հանկարծ բան չանենք։ Մենք էլ ենք դες դաստիարակում, որ մենք խնայում ենք մեզ թվում է ամբողջ կյանքը արժևում, ինչ որ խնայեցինք, պետքա չխնայել եւ մտավոր պետքա չխնայել եւ ֆիզիկականը պետքա չխնայել։ Հիմա Միացյալ Նահանգներում փոքրիկները այդ մսուրի տարիներին մանկապարտեզի տարիներին իրանց գրքեր են տալիս, դե պարզատարերը չգիտեն այդ երեխեքը, ու սենց իրանք թերթում են։ Ինձ մեր դիվանագետներից մեկն է պատմել, ասում եմ գնացի տեսնեմ բանի Հիսուսի, կրոնի թեմայով ինչ որ գիրք, ասում ասեցի գիտեք եկեք ընտրենք էլի ինչ գրքերի մեր երեխեն նայի, այդ երեխեն չի հասկանում, այդ դուք եք կարում կարդալ։ Մենք ընդհանրապես այս սովորությունն ենք վարժեցնում, գիրքը թերթերով բացի։ Եվ շոշափը եւ բանը ձեռքը սովորի գիրք։ Այս թեմայով մի հատ հաջորդ հարց։ Օրինակ ինչը պետք է մարդկանց մոտիվացնել ձեր ասած թերթելուն ու շոշափելուն, եթե կա էլեկտրոնային գրքեր, եթե կան աուդիո գրքեր, ի վերջո նույն ինֆորմացիան է, չէ՞ մարդը ստանում, եթե կան պոդքասթերը։ Ընկերներիցս մեկը անցած տարի Փարիզ էր գնացել, եկավ ասեց. «Սի, իրանց բան մետրոներում սա հեռախոս էին բռնում, նո, սմարթֆոն էին նայում, ասում է հատուկ եկա Երևանի մետրոյով էլ անցա, տեսնեմ էլի տենց է, ասում է, բայց ես ընդեղ արդեն ուշադիր եղել, որ ընդեղ հիմնական մասը բացած է գիրք։ Խնդիրը միջոցը չի։ Այդ հեռուստացույցով դու կարաս նայես բողական սերիալ, այս կարաս նայես գիտահարամաշելի ֆիլմ։ Շատ լավ նկատեցիր, որովհետև նույնը խնդիրը միջոցի մեջ չի։ Այո։ Միջոցով այս ինչ պրոբլեմ ունի ինտերնետում կա 99% աղբ եւ 1% ինչ-որ ինֆորմացիա, բայց այդ 1%-ը գտնելու համար լիքը գիտնականներ, լիքը, չգիտեմ, հետազոտողներ կասեն, որ ինչքան բարդ է դա հասնել ու
այն զիլ նյութերը մեծ արժեքներ ունեն 350 եվրո, 500 եվրո, 1000 եվրո եւ այլն, չկա, չես գտնի կարևոր ինֆորմացիան, չես գտնի ինտերնետում, շատ կարևոր ինֆորմացիան չես գտնի ինտերնետում։ Գիրքը sense թե ինչ որ մաղեր է անցնում։ Ոնց ենք մենք ավազը մաղում, սկզբից խոշորն ենք անում, հետո sense։ Այն ինքը սկզբից եկավ հրատարակիչը նայեց իր հայացքով, հետո խմբագրին տվեց, նայեցին, հետո լավ որոշեցին անեն, թարգմանիչը իր տեսանկյունն ասում, այն մյուս խմբագիրը իր տեսանկյունն ասում, խմբագրական խորհուրդը իրանն ասում, այսինքն սա տարբեր մաղերով մաղվում է, նոր ու վերջապես սրա մեջ փող ես դնում։ Սենց շատ կարևոր բան կա, եթե դու տեսնում ես, որ մի բանը անվճար է, ինքը արդեն սպառող է։ Մտածի, արդյոք դու չես վճարման միջոց։ Այո, միանշան։ Դա Facebook-ի վրացած սոցիալների Իսկ եթե քեզ են վճարում, քեզ դով են վճարում։ Նաև դու վճարում ես արդեն դրա համար։ Հիմա ինչի դիմաց են վճարում։ Արդյոք կարևոր, արդյոք քեզ հացը անվճար են տալիս, միսը անվճար են տալիս։ Մասով միելի հարց, օրինակ ձեր հրատարակությունը ունի 21-րդ դարի հայ գրողների շարք։ Ինչքանով է հնարավոր դա կանխատեսել արդյոք X գրողի գրքերը, որովհետև պայմանագրեթե մենք խոսում ենք Պաուլո Կոելյոն կամ Հարի Փոթերի մասին գրքերը միանշանակ շահութաբեր են։ Անգամ երևի հետազոտություն իրականացնելու կարիք չկա, բայց կամ ես չեմ համոզված չեմ, որ Հայաստանում այդ իմ սիրելի զանգակն է հրատարակել, համոզված չեմ, որ բոլոր հատորները շահութաբեր են եղել, որտեղ պատկերացնում եմ ինչքան ծանր աշխատանք են տարել թե խմբագիրները, թե թարգմանիչը։ Ամեն դեպքում իրանք բեսթսելեր են, մարդիկ աշխարհում տենց է։ Դուք այս ինչ ասում եք Հայաստանի մասին չեք ասում, դուք ասում եք աշխարհի մասին։ Աշխարհի բոլոր երկրներում, բացի Վրաստանից ու Հայաստանից, առաջին գիրքը Հարի Փոթերն է։ Վրաստանում Դաթո Տուրաշվիլին է։ Իսկ Հայաստանում ամենաշատ վաճառված գիրքը Սվորոֆի մասին գիրքն է։ 200,000 հատ այս տարիների ընթացքում։ Նիկոլ Փաշինյանի գիրքը 10,000, իսկ այն 200,000։ Ես էդի նաև լրատվականում ես աշխատել եմ մի քանի ժամանակ, զարմանալի է, որ ցանկացած կրիմինալ լուր որ դնում ենք, ինքը ամենաշատ դիտում է ինքներաբար։ Աստվածաշունչ ավելի Ասում եմ, դա Աստվածաշնչի ձեռք բերելու, էլի չեմ ասում գնելու, տարբեր եղանակներ կան։ Լիքը ընկերություններ կան հոգևոր եւ այլն, որոնք բաժանում են հետաքրքրող մարդկանց։ Կա վաճառքեր, բայց տեսեք էլի օրինակ մենք տեսնում ենք բանում Եհովայի վկաներ կան, հայ մետրոյի մոտ հրապարակի։ Իրանք միշտ կանգնած են այս կարող ուրիշ գրոմի ներկայացուցիչ չգիտեմ, բոլորին հարգանք վերաբերում։ Ու իրանք են քեզ կանչում դեպի հետևը, բարձր գիրքեր կտան, փողեր կտան, օգնություն էլ կտան, չգիտեմ ինչ էլ կտան։ Այսինքն այդ դու ես իրանց պետք, այդ եմ ասում, վճարման միջոցը պիտի հիշի, սիրելի հայաստանցի, երբ դու չես վճարում, քեզնով են վճարում։ Եկեք բայց մի հարց է, թե բա ոնց է կանում, որ այսքան գիրք է կանում։ Ուրեմն Հայաստանում կա 5 հրատարակիչ, որը տարին 5 գրքից ավել է անում։ 10 գրքից եկեք ասած անում սիրով իրանց անունները տան, հա։ Էդիթ Պրին, Զանգակ, Բուկինիստ, մեկ եւ մենք։ Ոնց են կանում այդ։ Բոլորս էլ ունենք այլ բիզնես, որով վճարում ենք այս գիրքերի հաճույքի, գիրք հրատարակելու հաճույքի համար։ Սա հոբբի է, փաստորեն։ Չէ, հիմա ես կարծում եմ դա երկարատև ներդրում է։ Մենք երբ մի 15 տարի առաջ սկսեցինք շատ մեծ գումարներ դնել գրքերի մեջ, ասում ենք, եթե պատերազմ չլինի, ապա մենք 25 տարվա մեջ այս հարցը կլուծենք։ Պատերազմ եղավ, հիմա ասում ենք, լավ, մի քիչ ավել կլուծենք, բայց ես համոզված եմ, որ 20 տարի հետո առնվազն, ես կարծում եմ, հույս ունեմ, որ 15 Հայաստան լինելու այլ հասարակություն ունենալու, այլ խնդիրներ են լինելու, այլ գրագիտության, հատկապես մեդիա գրագիտության աշճան է լինելու, որ թացը չորից
տարբերակելու հարցը կարողանա ցանկացած քաղաքացի իր համար լուծել։ Ես պես վերջին հարցը թե կարելի է ինչ-որ առումով որոնք են 3 ամենաարժեքավոր ամենակարևոր գրքերը, որ ձեր հրատարակությունը հրատարակել է։ Պարտադիր չէ ֆինանսական շահութաբերության տեսանկյունից, նույն կրթության տեսանկյունից։ Տեսեք, ես հիմա կասեմ իմ տեսանկյունը, բայց Արտեմիկ Նիկոլոսյանը կասի իր տեսանկյունը։ Մենք իրեն էլ հարցը գտանք։ Հա, չգիտեմ, Զավեն Բոյաջյան իր, Նունեն Թորոսյան իր, Ռիփսիմեն իր, մի խոսքով Ռիփսիմեն Մադոյանի ամեն մեկը իր կարծիքն ունի։ Ես պարզաբար ասելու եմ այդ բիզնեսի տեսանկյունից, ճանաչողության տեսանկյունից, ես կարծում եմ ու իմ մասնակցության տեսանկյունից, որովհետև շատ գրքեր կան, որ անտարեսում լույս են տեսնում, ես ավելի ուշ եմ տեսնում, քան բազմաթիվ Facebook նայողներ կամ չգիտեմ TikTok, ես չգիտեմ ինչով եմ գովազդում, ես որպես սպառող եմ այդ ինֆորմացիան ստանում։ Մինչ այդ չունեմ։ Ես կարծում եմ շատ կարևոր է Jared Diamond-ի բանը հրացանները, միկրոբները և պողպատը, հրացանը, միկրոբը և պողպատը, դունց եմ թարգում եմ, ստեպտիվներ։ Այդ երևի ամենակարևոր ցիվիլիզացիոն գրքերից մեկն է։ Հենց հիմա անում ենք, չգիտեմ ոնց ենք, Ատլանտը բացես տևերը, Այն Ռենդի, այս ազատականության և լիբերտարիանствայի բանն է, հիմքն է, կարելի ասել սուրբ գիրքն է, ու երևի ցանկացած գործարար պիտի ես կարդա, այդ չեմ ասում ցանկացած։ Այդ չէ չտարբերում։ Էկոնոմիկա, բանի, վարկագծային էկոնոմիկայի հայրիկ Ռիչարդ Թալերի Misbehaving, սխալ վարկագիծ, չգիտեմ, Չարելսի ակադեմիական, այսինքն կարող չգիտեմ, ես ժամերով կարամ ասեմ, որոնք որանում ենք ինչ ենք մտածում, որ այս գիրքը ինչ հարց պիտի լուծի, ինչի համար, ինչքան չարչարանքից կամ չգիտեմ այս նեգատիվ ինֆորմացիայից հետո որոշեցինք, որ այդ գումարը պիտի տանք այդ գործին ծառայելու։ Ես հիմա էլի բան ունենք վերջացնենք այս բանը, ես մի բան այս զրույցից հասկացա, որ այդ և հրատարակչությամբ զբաղվելը և տպագրությամբ զբաղվելը ինքը այդ ռոմանտիկների ինչքան տպագրությունը չէ, բայց հրատարակությունը ես առաջի առնչությունս ունեցել եմ Print Info-ի ժողովրդի հետ, որոնք որ ոտից գլուխ ռոմանտիկներին ամբողջությամբ իրանք իրենց կյանքը նվիրում էին այդ Իրականում Հայաստանում այդ նպատակով իրանք շատ մեծ կարևոր պլանկա դրեցին ու շատ կարևոր գործ արեցին։ Հիմա ինձ մեղրը շարունակում է այդ տիեզերագիտության բնագավառում, այսինքն դրանից հետո հաջորդ էտապը, այսինքն մենք ինքդ քեզնից վեր բարձրանալ, իրանք մեծ բան արեցին ու անհատները կարող են մեծ բան անել ու կարող են դաշտ փոխել։ Ու շնորհակալ ենք այսօրվա համար, որ հույս ունեմ, որ հետագայում ելի կզրուցենք, եթե 10 հոգի մեզ նայի, 1000 հոգի նայի, 100,000, միայն կօգտվեն։ Մենք ենք սովորում շփվելուց ու ձեր թույլտվությունը կամ ձեր ինչ ասեմ, բարեկամության դրսևորումը որ լինի, նաև խմբագրության մյուս երեխաների հետ որ խոսենք, մեզ հետաքրքրում է ու նաև ինչն է ուրախալի, որ մի քանի գրական ոդքասթներ Հայաստանում առել։ Երբևէ սրանից առաջ չէր եղել, բայց մի քանի իրար զուգահեռ տարբեր ոդքասթները ու բոլորն էլ ես գնահատում եմ այնպես։ Բայց տեսեք, էլի այստեղ էլի խնդիր։ Այո, բոլոր ոդքասթները գրքի շուրջ են։ Բայց ոչ գրքի մասին։ Այո, ոչ թե գրքի ներսից։ Ես համոզված եմ, որ գրքի ներսից լինի, դուք չեք ունենա մնացած։ Գրքի ներսից մենք չենք ունենա մեծ լսարաններ։ Այն միջև մեր դասվարներին մենք չփոխենք, որ իրանք ընթերցանության վրա ուշադրություն դարձնեն, այս ամենակարևոր խնդիրն է։ Եվ մյուս կողմից, որ գիրքը
պիտի լինի գրադարանում, իսկ այսօր ամենացածր աշխատավարձը Հայաստանում գրադարանավարներն են ստանում։ Սա հենց հանրության վերաբերմունքն է, որ ինչի մատնահարդարը պիտի ստանա ավելի բարձր, իսկ գրադարանավարը ամենացածը։ Չէ, բայց դերասանը կարա գնա համաներություն։ Կամ բարևում Ֆուտբոլիստը կարա, չգիտեմ, նայեմ մարզիչ աշխատի, բայց ֆուտբոլիստները լուրջ գին ունեն, եթե բանը վարպետը։ Հավաքարերը կարա 6 տեղ հավաքարություն։ Գրադարանավարը ոնց է։ Իսկ օրինակ ինչի գրադարանները չեն գալիս մասնավոր այդ բիզնես մոդելը չեն կիրառում։ Օ, ես ինչ ես երևի ամենակարևոր չէ, բայց ամենակարևոր օրինակ պայմանական, եթե մարդը ամսական 1000 կամ 2000 դրամ է աբոնեմենտով, այո, որը կլինի բայց տեսեք ինչով գրքեր դուք ասում եք այս մի տեսանկյունից, որը ողջունում եմ։ Եկեք մանկապարտեզի վրա օրինակը բերեմ։ Այսօր մեր պետությունը sense տենց մանկապարտեզի վրա ահավոր մեծ գումարներ է ծախսում։ Ինչքան գիտեմ, մեր քաղաքապետարանի բյուջեի ամենամեծ կտորը մանկապարտեզների վրա է ծախսում։ Ու 30%-ից պակաս երեխեքը ունեն հնարավորություն մանկապարտեզ գնալ։ Ինչ անում Ղազախստանը։ Ղազախստանը ասում է ցանկացած երեխու համար ես պատրաստ եմ ծնողի նշած մանկապարտեզին տալ $100։ Եթե մանկապարտեզը զիարժեքը $120, մնացած ծնողն է, 150-ը ինքն է որոշում։ Բայց ես ամեն երեխուն ու ինձ համար բոլոր երեխեքը հավասար են։ Տալիս եմ այդքան։ Հիմա եթե օրինակ այդ մոդելը Հայաստանում կիրառվեր, դադարեցվեին այս պետական կամ մունիցիպալ մանկապարտեզները ու լիներ մենակ բիզնես մոդել, որ քաղաքապետարանը, պետությունը, կառավարությունը ցանկացած իր գալիքի համար տալիս է ինչ որ սահմանված գումար, նրան տարբերություն վճարում է ծնողը։ Այն ժամանակ մենք ունենայինք համ արդարություն սոցիալական, որովհետև ինչով տեսեք, Սիսյանցի քաղաքացին վճարում է հարկ, այդ հարկը դոտացիայի տեսքով գնում է կառավարությունից քաղաքապետարանի Երևանի այդ քաղաքացու երեխան եւ մանկապարտեզ Սիսյանցունը չէ։ Այսինքն հիմա պատկերացրեք, որ մենք գրադարանները տենց անենք։ Այսինքն ոչ թե պետությունը այդ հոգսը դնի իր ուսերին, այդքան մարդ պատրաստի եւ այլն, ասի որ ես յուրաքանչյուր գրադարանի համար, որ այս վայրում պիտի լինի, գյուղական գրադարանին այսքան, քաղաքային այսքան կամ այսքան մարդու համար այսքան, բայց դուք պետք է այդ կազմակերպիչներ, դուք պետք է ցույց տաք, որ դուք իսկապես աշխատանք եք տանում, ներգրավում եք այդ մարդկանց։ Իսկ որ դա հնարավոր է, մի վարքան չեմ կասկածում։ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում կա մի ճկնաղ տիկին գրադարանավարն է։ Ինչքան հիշում եմ, այդ դպրոցում դպրոցի գրադարանավարն է։ Այդ դպրոցում սովորում են 150 աշակերտ։ Ինչ եք կարծում, իր ընթերցողների քանակը ինչքան է։ 150 ավելի ես Ոչ, 250 քանի։ Այսինքն ինքը ամբողջ գյուղին կարդալ է տալիս։ Մի մարդու բանն է, վճռական է։ Հիմա այսինքն դա հնարավոր է։ Մի բան էլ Հրազդանի մարզը, ոնց է, Կոտայքի մարզային գրադարանից խոսում։ Մանսուրյանը ասաց հետս արի, այնտեղ պիտի ելույթ ունենար, եւ մինչեւ մայստրոն ելույթեր ունենում, ես զգացի աղմուկա, մոտեցա, ասում եմ, ինչ ա եղել, մի կին վրդովված խոսում էր, ասում եմ, երեխան 8 տարեկան է, իսկ ստեղ ասում եմ, որ գիրքը իրան կհասնի, երբ ունի 13 տարեկան։ Հիմա տեսեք տարբեր բաներ են, բայց ամենամեծ խնդիրը որն է, տեսեք, գրադարանները ղեկավարվում է մի փոխնախարարի կողմից։ Հրատարակչական գործի այդ, չգիտեմ, փառատոները, մեկ այլ։ Քաղաքապետարաններին է պատկանում գրադարաններ, համայնքապետարանի գրադարանները, դպրոցներին է պատկանում դպրոցական։ Ընթերցանության պատասխանատուն այն մյուս փոխնախարարն է։ Այսինքն սա սենց ծրված է։ Ու դա բերել է նրան, որ արտերության միջավայրում այսպիսի մեծ խնդիրներ են կուտակվել այս 30-40 տարվա ընթացքում։ Շնորհակալ ենք շատ, ապրեք, մենք տարի ոնց որ արդեն սկսել ձեզ ենք շնորհակալ, հույս ունենք էլ չեք մերժի մեզ, եթե տենց հարց լինի, մենք հաճախակի կհյուրընկալվենք ձեր մոտ, մենք էլ մեր մոտ կհյուրընկալենք ձեզ։
ապրեք, մերսի, թող բարի տարի լինի, ընթերցաշատ տարի թող լինի։ Կարծացեք շատ գրքեր, իսկ թե ինչու արդեն նշվեց այսօր։ Մերսի։